Մեր պահանջը որպես մեր ձևով ժողովրդական շարժման անդամ ու մեր բոլոր գաղափարակիցների պահանջը արդարության վերականգնումն է, այն արդարության, որը արդեն երկար տարիներ ու վերջին մի քանի ամիսների ընթացքում ոտնահարվում է իշխանությունների կողմից, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքի կիրառումը, ինչպես նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեր հոգևոր հայրերի նկատմամբ բռնաճնշումները, կալանավորումները մեր սրբազանների եւ եկել ենք այստեղ մեր ցույց տալու, որ միասնական ենք, վճռական ենք, մենք պայքարելու ենք եւ սա անհատի հավաք չէ, հանրահավաք չէ, սա ընդհանուր մեկ գաղափարի շուրջ համախմբված մեր հայրենակիցների բողոքի ձայնն է, որ մենք հաշ չենք այն, ինչ կատարվում է մեր երկրում, որովհետև յուրաքանչյուր առավոտ սկսում ենք նոր կալանավորումների, նոր բռնությունների մասին տեղեկություններով, որը որ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար շատ մեծ ցավ է, հատկապես երբ ազգային բարերարն է գտնվում կալանքի տակ, հատկապես երբ քո ազգային արժեքները, քո սուրբ եկեղեցուն սկսում են ճնշել, սկսում են անհիմն ինչ-որ մեղադրանքների, ինչ-որ ճնշումների ենթարկել եւ բոլորիս պայքարն է սա, բոլորիս ձայնն է, բոլորիս համախմբվածությունն է, որ ցույց տանք, որ մենք հաշ չենք ու պիտի պայքարենք ու պիտի պայքարենք մեր ձևով։ Իսկ ի վերջո որն է ձեր ձևը լինելու։ Մեր ձևը, այսպես ասեմ, այնինչ օրենքի շրջանակներում է, այնինչ ուղղված է մեր ազգային արժեքների պահպանությանը, այնինչ ուղղված է մեր արժանապատվության պահպանմանը, հայի ինքնության պահպանմանը, մենք մեր ձևով կրում ենք ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի գաղափարախոսությունը, մեր գաղափարական առաջնորդն է, շարժման գաղափարական առաջնորդն է եւ նրա ունեցած փորձը, նրա ունեցած վերաբերմունքը Հայաստանի ու ընդհանրապես հայրենիքի նկատմամբ շատ խորը գաղափարախոսություն է, որ յուրաքանչյուրս պիտի առաջ տանենք, յուրաքանչյուրս պիտի շենացնենք մեր երկիրը, շենացնենք մեր ձևով, պահպանելով մեր ինքնությունը եւ պահպանելով մեր երկրի անունը, պիտի հասնենք այն նպատակին, որը որ դրել ենք մեր առջև։